Ադրբեջանը ունի մեկ նավթազտարան, մեկ գործարան մեծ։ Եվ Ադրբեջանը ինքը հազիվ է բավարարում, այդ գործարանը հազիվ է բավարարում Ադրբեջանի պահանջները։ Անցած տարի Ադրբեջանը ներմուծել պրեմիում բենզին 120,000 տոննա Ռուսաստանից։ Նույնիսկ մեծ հարց է, թե բենզինը, որ այստեղ է եկել, դա ադրբեջանական բենզին է, թե ռուսական բենզին է։ Եվ հեքիաթներ պատմել նրա մասին, որ հեսա ադրբեջանական բենզինը կգա այժմ եւ այլն, չունի այդ բենզինը։ Ադրբեջանը այդ քանակի վառելիք չունի, ինքը ներմուծում։ Դիզվառելիքով այո, ինքը բավարարում է ամբողջությամբ իր պահանջները, մի քիչ էլ կարա արտահանի։ Սա է իրական պատկերը։ Դրա համար մի լսեք։ Ճիշտ է, բարի հեքիաթ է, բայց ինչ վերաբերում է ընդհանրապես լավ է թե վատ է, լավ է։ Բայց ով է ում ավելի մեծ լավություն անում, ապրանք առնողը, թե ապրանք ծախողը։ Ապրանք առնողը։ Վերջում Հայաստանում գեներացված գումարները գնում են Ադրբեջան։ Եվ սա որպես ինչ-որ մի մեծ լավություն, ես ուղղակի անկեղծ ասեմ, չեմ հասկանում։ Ես 10 տարի նախագահ եմ եղել, երբեք վառելիքի ներմուծման մենք խնդիր չենք ունեցել։